Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է բարի երեկո սիրելի հայրենակիցներ, խոշոր հրդեհ Մալաթիայում նոր սկանդալ եկեղեցու շուրջ ու էլի մի քանի հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, բայց նախ մի քանի տողով։ Լարված իրավիճակ ու քաշքշուկ Հովհաննավանքում պսակադրության արարողությունը վեճով է ընդհատվել։ Նոր սկանդալ հոգևորականի անվան շուրջ Նաթան արքեպիսկոպոսին մեղադրում են սեռական ոտնձգության համար։ Կոշիկի արտադրամաս է այրվել Մալաթիայի շուկայում, քաղաքի վրա նորից սև ծուխ է։ Ծիծեռնակաբերդի չավարտվող վերանորոգումն ու ճարտարապետների կանգ առնելու կոչը։ Եվ Թեհրանի կենտրոնում Սուրբ Մարիամ անունով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց։ Եվ այսպես թողարկումը սկսենք արտակարգ դեպքով, այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիայի շուկայի մոտ Կոշիկի կաշվի ու սոսնձի պահեստում։ Կրակը ամենայն հավանականությամբ բռնկվել է հոսանքի լարերի կարճ միացման պատճառով։ Դեպքի վայրում աշխատել է իմ գործընկեր Մերի Դանիելյանը, տեսնենք, թե հրդեհի ինչ ծավալների մասին է խոսքը եղել։ Մի քանի 100 մետրից երևացող այս ծխի օջախը Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ է։ Այրվել է մոտ 1000 քառակուսի մետր տարածքով Կոշիկի պահեստը։ Ներսն էինք, ապրանք էինք առնում ավտոշուկայից, մեկը հեռախոսով խոսելով իջնում էր, ասում էր պաժառա, այդտենց ընկերուհուս հետ է, ընկերուհիս իջավ ներքև տեսնի ինչա, մինչև այդ կրակ ուժեղ կպավ։ Դուրս ենք եկել, տեսել ենք ուժեղ վառվում է այս ամեն ինչը։ Տարածքը գազաֆիկացված չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը դեռ պարզվում է։ Հարևան խանութների աշխատակիցները կարծում են, պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է։ Շտապօգնության աշխատակիցները առաջին օգնություն են ցույց տվել այս տղամարդուն, որը այրված տաղավարներից մեկի տերն է։ Հրդեհը մարելու համար նախ 6, ապա եւս 4 մարտական հաշվարկ է պետք եղել։ Հրդեհը մեկուսացվել է 15:53 րոպե, այս պահին կատարում են հետհանգեցման աշխատանքներ, այրվող օջախներ չկան, միայն ծխապատ տարածք գոտիներ կան, ծխացող օջախներ։ Ըստ նախնական տեղեկությունների պահեստում, որն ամբողջությամբ այրվել է, եղել են սոսինձ, կաշի եւ կոշիկ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Արտակարգ ու նույնիսկ պայթյունավտանգ իրավիճակ էր այսօր Հովհաննավանքում, իրավիճակը լարվել է, երբ Մայրաթոռի պատվիրակները Տեր Արամին են ներկայացրել կարգալույծ լինելու փաստաթուղթը եւ պահանջել են ծես չիրականացնել եկեղեցում։ Իսկ այդ պահին ներսում պսակադրություն պետք է լիներ։ Հենց հարցանքավորների ներկայությամբ էլ կարգալույծ քահանայի կողմնակիցներն ու հակառակ կողմը սկսել են հաշիվներ մաքրել, քաշքշուկ եկեղեցուց ու հոգևոր կյանքից հեռու բառապաշար ու այս ամենից հետո Փեսայի հայրը հրաժարվել է, որ զույգին Տեր Արամը պսակի, տեսնենք ինչպես է դա տեղի ունեցել։ Արդեն նաև փաստաթղթով հաստատվեց կարգալույծե Արամ քահանան եւ այսուհետ գրելու է Ստեփան Ասատրյան Ավազանի անունը։ Այսօր Մայրաթոռից պատվիրակություն է գնացել Հովհաննավանք գրությունը փոխանցելու։ Քաշքշուկ է սկսել եկեղեցու բակում, երբ վեճը թեժացել է քահանայի կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Տարակուսած հավատացյալները չգիտեին շարունակել ամուսնական ծեսը, թե ոչ։ Մեկ ասում էին. Արսանիքա, թողեք մեր արարողությունը ավարտենք, ինչ ուզում եք արեք այդ միկրոֆոններով ձեզ։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե հրաժարվում են մասնակցել պսակադրությանը։ Աբրեք շատ։ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխեք ունենա։ Պարոն Ասատրյան, չի Տեր Արամը։ Նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ։ Պարոն Ասատրյան, կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Չի ենթարկում Ստեփան Ասատրյանը կամ Արամ քահանան, իր այս դիրքորոշման մասին շատ էր ասում, հիմա գործնականում ցույց տվեց։ Դուք որպես քահանա այլևս չեք կարող, որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Մնացածը ձեր գործն է։ Ով է սա ձեզ։ Ոչ մեկ չի գնում։ Ինչա նշանակում ով է ասի, եղբայր, ինչա նշանակում ով է ասի։ Հիմա ես փոխանցում եմ։ Ում ասացնեք փոխանց։ Ասեցի, չէ։ Դիվանատան։ Այո, դիվանատան։ Ես ասեմ չեմ ընդունում սա։ Ով տվել է։ Ես փոխանցեցի։ Հիմա գնացեք իմ խոսքը իրենց փոխանցեք։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։
Հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ այս թուղթ ուղարկել է։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Հիշեցնեմ, Արամ Քահանան կամ Ստեփանը Կիրակի պատրաստվում է պատարակ մատուցել, որին ներկա կլինի նաև վարչապետ Փաշինյանը։ Եվ ես հարց ունեմ, էլի, օրինակ, չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Եթե այսօր էր իրավիճակը այսքան լարված, հետաքրքիր է Կիրակի Փաշինյանի մասնակցության պատարակի օրը ինչպիսին կլինի։ Հատկապես, որ ամեն օրվա հետ մի նոր սկանդալ է հայտնվում մեդիա դաշտում։ Այսօրվա սկանդալի կիզակետում Այրաթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան arczepiskopոսն է։ Նրա հասցեին բավականին ծանր մեղադրանքներ են հնչում ու ամեն ինչ ավելի է լրջանում, որովհետև խոսքը սեռական մեղադրանքների մասին է։ Տեր Նաթանից եւ եկեղեցուց որևէ արձագանք ստանալու մեր համառ ջանքերը տապալվել են։ Ու ի տարբերություն եկեղեցու իշխանությունը լուրջ չի մնում եւ այս իրավիճակը օգտագործում է քաղաքական դաշտում ու ճգնաժամի փուչիկը դարձնում ավելի մեծ։ Նաթան arczepiskopոսին են կանչել հարցաքննության օրերս տարածված ձայնագրության առիթով։ Արդյոք ինքն է խոսում համացանցում տարածված ձայնագրությունում։ Սրբազանը պատասխանել է, որ անօրինական ճանապարհով ստացված ձայնագրության վերաբերյալ ասելիք չունի։ Այս մասին Reopen Media-ին քննչական կոմիտեից են հայտնում։ Ձայնագրության հրապարակումից հետո հիմա էլ Նաթան arczepiskopոսի անունն է հաճախ շոշափվում։ Հնչում են մեղադրանքներ, որոնց եկեղեցին չի շտապում պատասխանել։ Ջերմանում ֆուտբոլ էին խաղում։ Նաթանը այդ ժամանակ վարդապետ էր, գալիս էր, դες մոտիկից նայում էր, ժպտում էր, ասում էր, շորտիկ ինչեք հագել, ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են։ Ու հետո այս ավակ կուրսի տղաները կամ վերակացուները մեզ ասում են հանկարծ չգնաք, իր սենյակը չմտնեք, վտանգավոր է։ Եկեղեցու լռությունը մեկնաբանում են իշխանական շրջանակներում, օրինակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այդ լռության մասին ասում է, հո ընդդիմադիր ցույցից հրաժարված քահանա չի, որ միանգամից կարգալույծ արվի։ 4-րդ օրն է, ինչ եկեղեցու նախկին սպասավորը հայտնել է, որ գործող arczepiskopոսներից մեկը Ճեմարանի տղա պատանիների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել։ Կտրիչենց կողմից ուղիղ 0 արձագանք, ոչ հերքել են, ոչ ասել են ուսումնասիրություն կանենք, ոչ ասել են կարգապահական վարույթ կհարուցենք։ Եկեղեցին լռում է ու երի պատասխան հաղորդագրություններ չկան, ոչ առցանց տիրույթում, ոչ էլ մեծ հարցազրույցի տեսքով։ Միայն մի արձագանք կար Կիրակի օրվա պատարակի մասին, Տեր Արամը կամ Ստեփանը աշխարհի կանունով իրավունք չունի պատարակ իրականացնել ըստ Մայրաթոռի։ Կրոնական էջերն են հղում անում պատմական կրոնական դեմքերին։ Կարգալույծ քահանան չի կարող սուրբ պատարակ մատուցել։ Եթե ուզում եք նզովքի տակ ընկնել, ապա առաջ։ Բոլոր մասնակցողները պաշտոնապես հրաժարվելու են հայ առաքելական եկեղեցուց, այսինքն հրաժարվելու են հետագայում մասնակցել եկեղեցու խորհուրդներին, քանզի ինքնակամ առանձնանալու են։ Ով առհամարելով եկեղեցին, ուրիշ ժողով կկազմի իբրև աղոթատուն, առանց եպիսկոպոսի եւ քահանայի հրամանի, նզովյալ լինի։ Զուգահեռ իրականության մեջ Տեր Արամը կամ Ստեփանը նոր է օծվել քահանա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարում ազգային ժողովի ամբիոնից։ Ասում է, կաթողիկոսն ինքը կարգալույծ է, ոնց կարող է կարգալույծ հռչակել այլ հոգևորականի։ Ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը։ Մենք ո՞նց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ո՞նց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Տեր Արամը կարգալույծ լինելու օրը պայման էր դրել, եթե մինչև երեկո որոշումը չփոխեն, ինքը միանալու է վարչապետին։ Հիմա մի քանի հարցադրում է անում Մայրաթոռի դիվանապետին։ Նա կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն է ուզում, որ արձագանքի իր հետագա քահանայագործության վերաբերյալ։ Ցավոք հայրապետական տնօրինության մասին նախ տեղեկացել են Facebook սոցիալական կայքից, ապա մեկ օր անց նոր պաշտոնական Մայրաթոռից ձեր միջոցով։ Իդեպ խորհրդակատարություններից հետո եմ համացանցում հանդիպել այդ որոշման մասին եւ այստեղ հարց է
առաջանում։ Facebook-ից հոգևոր հովիվ ինֆորմացիայի փոխանցման ճանապարհին ինչ է կատարվել Սուրբ Հովանավանքում։ Տեր Արամը կամ Ստեփանը, որը կարծում էր, թե այս տարի իր ոչ թե խաչելության, այլ հարության տարին է լինելու, Կիրակի պատարակ կմատուցի Հովանավանքում։ 1600-ամյա վանքը եկեղեցու հովանու ներքո է, բայց դա էլ չի խանգարի։ Նախորդին Փաշինյանը հայտարարեց, այդ եւ մյուս եկեղեցիները իր բնորոշմամբ կվերադարձվեն հանրությանը։ Այդ առիթով Տեր Զարեհն է գրառում արել, ասում է, Հայաստանի գործող այդ վանքերի եւ եկեղեցիների նպատակային առաքելությունը վտանգված է։ Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։ Նման միջոցառումները կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը եւ կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Այս հայտարարությունն էլ տարածել է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Ըստ նրանց Հայաստանում իրավիճակը դուրս է գալիս հոգևոր դաշտի սահմաններից, վերածվելով ազատ խղճի եւ քաղաքացիական իրավունքների խնդրի։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որը երեկ հայտարարել էր, որ հայրենիքը գնում է դեպի ինքնականդում, իսկ Սփյուռքը ինքնամաշում, այսօր Օտավայում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, Հայդատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ, խոսել են Հայաստանի ինքնիշխանության, Արցախ վերադարձի իրավունքի, հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման մասին։ Քրիստոնյաների ու հայ համայնքի նկատմամբ հարգանքի բացառիկ օրինակ են ցուցաբերել մեր հարևան Իրանում, Թեհրանի կենտրոնում հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ մետրոյի նորակառույց կայարանը պաշտոնապես անվանակոչվել է Սուրբ Մարիամ։ Հայկական եւս մեկ անկյուն Թեհրանի սրտում։ Սուրբ Մարիամ մետրոյի կայարանն է, մի վայր, որտեղ արվեստը, ճարտարապետությունը եւ հավատքը միահյուսվում են։ Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի ամենանոր եւ ռազմավարական նշանակության կայարաններից մեկը կրում է քրիստոնեական աշխարհի ամենապաշտելի սրբի անունը, դառնալով կրոնների համակեցության խորհրդանիշ։ Անվան ընտրությունը պատահական չէ։ Կայարանը գտնվում է Թեհրանի հայ համայնքի համար կարևորագույն կենտրոնի Սուրբ Սարգիս մայր տաճարի եւ Սուրբ Մարիամ անունը կրող այգու հարևանությամբ։ Թեհրանի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը հաստատեց, որ թեև կայարանները սովորաբար անվանվում են աշխարհագրական տեղանուններով, այս դեպքում բացառություն է արվել որպես հարգանքի տուրք Սուրբ Մարիամի եւ Թեհրանի հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ։ Մեր հիմնական առաքելությունը Թեհրանի ողջ տարածքում մետրոյի ցանցի ընդլայնումն է եւ հաշվի առնելով կայարանի գտնվելու վայրը հայտնի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ այն անվանակոչվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով։ Կայարանի ճարտարապետությունը կամարակապ առաստաղներից մինչև գունային լուծումներ ոգեշնչված է հենց հարևանությամբ գտնվող եկեղեցուց։ Որմնանկարները, քանդակները եւ զարդանախշերը պատմում են սիրո ու ողորմածության մասին։ Պատերի գերիշխող կապույտ գույնը նույն երկնագույնն է, որը օգտագործվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խորանում։ Այս նախագիծն ունի նաեւ խորը քաղաքական եւ սոցիալական ուղերձ։ Թեհրանի ամենանոր եւ կարևոր մետրոյի կայարաններից մեկի համար Սուրբ Մարիամ անվան ընտրությունը հաստատում է, որ Իրանում կրոնական խորհրդանիշների հանդեպ հարգանքն իրանցի ժողովրդի քաղաքակրթության եւ մշակույթի անբաժանելի մասն է։ Ժողովուրդ, որ հարուստ է իր բազմազանությամբ։ Թեհրանի քաղաքային իշխանության այս քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվել նաեւ Երևանում։ Շատ լավ, որ մուսուլմանական երկրում քրիստոնեական սրբապատկերներ կան եւ այլն, շատ հաճելի է, շատ ընդունելի է։ Ես լավ եմ զգում, իհարկե, որ այդ երկրում քրիստոնեությունը հարգվում է, հավատարմությունը լավ բան է, երբ որ երկիր իրար նկատմամբ հավատարիմ են լինում, իրար պաշտպանում են։ Բոլոր երկրների հետ է պետք է մշակութային լրիվ բաներ լինեն։ Մշակույթը չի խանգարում, ավելի է մոտիկացնում ժողովրդին, իրար հետ կապեր են հաստատում, էլի։ Դե նախ առաջինը լավ է, որ Իրանը հենց հայկական ինչ-որ մշակույթը հարգում է, իմիջիայլոց հա, Իրանը բարեկամ երկիր է, դրա համար էլ հայկական ինչ-որ տենց մշակույթը շատ լավ է իրանց մոտ։ Դե ուրեմն ինչ-որ հարգանք կա հայերի նկատմամբ, այդ պատճառով էլ արել է, եթե հարգանք չլիներ իրանց համար չէին անի, ինձ թվում է։ Շատ դրական եմ նայում, շատ լավ է, ինչ վատ բան կա, որ Իրանում հայկական, ասենք, մոտիվներով կայարանա բացվել, հոյակապա։ Կայարանի պաշտոնական բացումը կիրականանա շուտով քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աննա Հարությունյան, Միլենա Դանիելյան, Reopen Media։
Իսկ մեզ մոտ տարօրինակ զարգացումներ են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների շուրջ։ Ծիծեռնակաբերդի նորոգման համար հայտարարված 743 միլիոն դրամի մրցույթում հաղթել է մի ընկերություն, որը, ինչպես պարզել է իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը, հուշարձանների վերականգնման որևէ փորձ չունի։ Նախկինում զբաղվել են սանհանգույցների նորոգումից մինչև ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներով։ Եվ հիմա բազմաթիվ ճարտարապետներ ու մասնագետներ ահազանգում են, որ ազգային կարևոր խորհրդանիշներից մեկի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման շուրջ աղմուկը թեժանում է։ Նախ 172 ճարտարապետ պահանջեց դադարեցնել վերանորոգումը, քանի որ նորոգող ընկերությունը նախկինում հուշարձան վերականգնելու փորձ չի ունեցել։ Ժամեր անց ճարտարապետների պալատը հերքում տարածեց, պնդելով, որ Արթուր Թարխանյան կենտրոնի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ պալատի խորհուրդը որոշել է ձեռնպահ մնալ խնդրի հանրայնացումից։ Եկեք միասին պարզենք, որ կազմակերպությունն է իրականացնում վերանորոգման աշխատանքները, ինչ փուլում են դրանք եւ ինչն է դրդել ճարտարապետներին դրանք վտանգավոր համարել։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը էլեկտրոնային եղանակով մրցույթ էր հայտարարել։ Մասնակցել էր ընդամենը մեկ կազմակերպություն՝ BIDEC ընկերությունը, ու հենց այդ կազմակերպությանն էլ վստահվել էր 6 տասնամյակ անխափան գործած հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Ըստ էլեկտրոնային ռեգիստրի ՍՊ-ի 75% բաժնեմասը պատկանում է Դավիթ Սեթրակյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեթրակյանի որդուն։ Վերանորոգման համար կառավարությունը հատկացրել էր 743 միլիոն դրամ։ Հիմա տեսնենք ինչ է ասում օրենքը։ Ըստ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի, հուշարձաններ վերանորոգելու համար փորձը պարտադիր չէ։ Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները եւ այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։ Իսկ արդյոք BIDEC-ը ունի համապատասխան որակավորում աշխատանքը իրականացնելու համար։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի BIDEC-ը մասնագիտացված շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպություն է։ Բաց է մնում մեկ հարց, մինչև հիմա քանի հուշարձան է նորոգել BIDEC-ը։ Փողոցի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, ազգային ժողովի շենքի սանհանգույցերի նորոգման աշխատանքներ, խմելու ջրի ցանցերի նորոգման եւ կառուցման աշխատանքներ։ Մի խոսքով կնքված 90 պայմանագրերի մեջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը միակն է։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը 3 հիմնական խնդիր է առանձնացնում։ Առաջինը, առանց որևէ նախագծի չի կարելի սկսել որևէ շինարարական աշխատանք։ Աշխատանքները սկսվել են բանավոր ցուցումով, որ շուտ անեն, որ հասցնեն։ Դա քրեական պատիժ ենթադրող գործողություն է։ Չի նայեն հնարավորություն տվել բանավոր ցուցումով ջարտել, ավերել հուշարձանը, որը բառը այստեղ վերականգնել չի սազում։ Խճազանգվածի են վերածել հուշարձանի բնօրինակ մասերը։ Դա երկրորդ քրեական պատիժ ենթադրող գործողություն, այսինքն հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս։ Եվ երրորդը անորակ բանվորական ուժ։ Խոսել ենք նաև Ծիծեռնակաբերդի համալիրի նախագծի հեղինակներից Սաշուր Քալաշյանի հետ։ Նշանավոր ճարտարապետն էլ է խնդիրներ առանձնացնում։ Աշխատանքները նորմալ վիճակում է գտնվում, ընթանում են մի քիչ դանդաղ։ Հարցեր կա, որ իրանց թվում է իրանք ճիշտ են անում, հետո պարզվում է, որ սխալ են արել։ Խնդիրներ առաջանում են շինարարների հետ։ Պատճառներից մեկը նա է, որ շինարարական կազմակերպությունը հուշարձանների հիմնանորոգման փորձ կամ չունի, կամ շատ քիչ ունի։ Տենդեր հայտարարել ենք, ուրիշ մասնագիտ չի եղել, մասնագիտն է եղել, պետությունը առանց տենդերը չի թույլատրում, չպետք է տալ դրան։ 2020 թվականից ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որի կազմում էլ գործում է հուշարձանների վերականգնման բաժինը։ Փորձեցին կապվել նրանց հետ հասկանալու համար, թե ինչ փուլերով է անցել նախագիծը։ Մեկնաբանություն տալ հրաժարվեցին։ Մեկնաբանություն ստանալ չկարողացանք նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանից։ Թանգարան ինստիտուտի տարածած հայտարարությունում նշվում է, որ աշխատանքները շարունակվում են, նաեւ սահմանվել է աշխատանքների վարման մշտադիտարկում։ Մինչ նման աշխատանքների փորձ չունեցող կազմակերպությունը վերանորոգում է հուշահամալիրը, անհայտ է մնում մի քանի հարցերի պատասխաններ։ Արդյոք շինարարական աշխատանքները կավարտվեն ժամանակին եւ ինչպիսի Ծիծեռնակաբերդ կտեսնեն հուշահամալիր այցելողները ցեղասպանության 11-րդ տարելիցին։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Էդգար Գուլոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։
Մինչև առաջանցները մեկ լուրեր քրեական լրահոսից Մասիս համայնքի ղեկավար գործադիր մարմնի անդամ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ վերացվել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, ավելի ուշ Աթանեսյանը պարզաբանել է, որ Համբարձումյանի դեմ գործը հարուցվել էր դեռ 2018-ին զինված խուլիգանության հոդվածով։ Իդեպ Համբարձումյանը պատիվ ունեմի իմպիչմենտի գործընթացի վարչապետի թեկնածուներ, եթե իհարկե այդ իմպիչմենտը տեղի ունենար։ Տեսնենք ինչ է կատարվում աշխարհում։ Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարն ուղիղ տեքստով խոսում է առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ ուղիղ բախման մասին։ Մյուս կողմից ՆԱՏՕ-ն ցուցադրում է իր միջուկային ներուժը զորավարժությունների ժամանակ։ Ի պատասխան, որպես հայելային քայլ, Կրեմլը նախագահ Պուտինի անմիջական վերահսկողությամբ անցկացնում է ռազմավարական միջուկային ուժերի սեփական մարզանքները, արձակելով միջմայրցամաքային հրթիռներ։ Տեսնենք աշխարհի հզորները պարզապես կշարունակեն ցուցադրել իրենց միջուկային մկանները, թե այս վտանգավոր խաղում ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան եւ պլանային զորավարժությունները իսկապես կվերածվեն բախման։ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնը հնչեցրել է աննախադեպ խիստ նախազգուշացում, կոչ անելով ֆրանսիական բանակին պատրաստ լինել Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Դա կարող է դրսևորվել հիբրիդային պատերազմի տեսքով, որի միջով մենք արդեն անցնում ենք, կամ հնարավոր է ավելի կոշտ բախման տեսքով։ Այս հավանական սցենարին լիարժեք պատրաստվածությունը իմ կողմից բանակի առջև դրված առաջնային նպատակն է։ Ֆրանսիացի գեներալը չի թաքցրել, որ ֆրանսիական ռազմական պլանավորման հիմքում ընկած է Մոսկվայից բխող սպառնալիքի գիտակցումը, զգուշացնելով, որ Ռուսաստանը նրա բառերով կարող է գայթակղություն ունենալ շարունակելու պատերազմը մեր մայրցամաքում։ Այս մարտահրավերին դիմակայելու համար Ֆրանսիան նախատեսում է էականորեն մեծացնել իր ռազմական բյուջեն 2026 թվականին հասցնելով այն 57.1 միլիարդ եվրոյի, ինչը կկազմի երկրի ՀՆԱ-ի 2.2%-ը։ Գեներալ Մանդոնի հայտարարություններին զուգահեռ ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնում իր ամենամյա Սթիթֆուդ նուն, հաստատուն կեսօր միջուկային զորավարժությունները, որոնք այս տարի անցկացվում են Նիդերլանդների գլխավորությամբ։ Դաշինքի պաշտոնյաները շեշտում են, որ զորավարժությունները պլանային բնույթ են կրում եւ ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ։ Այնուամենայնիվ դրանք անցկացվում են Եվրոպայում անվտանգության խստացման ֆոնին, որը պայմանավորված է անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների շարքով, որոնց մի մասի համար մեղադրվում է Ռուսաստանը։ Ռուսական դրոնները խախտել են Եվրոպայի օդային տարածքը։ Մեր հակաօդային պաշտպանական համակարգերը գործի են դրվել եւ հաջողությամբ ապահովել են ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանությունը, ինչպես նախատեսված է նրանց գործառույթներով։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի անդադար հռետորաբանությունը եւ կրկնում եմ, սա պարզապես զենքի ղողանջ չէ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ այս զորավարժությունները կարող են կանել ցանկացած օր։ Իսկ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ղեկավարությամբ անցկացրել է ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություն։ Добрый день, уважаемые товарищи. Сегодня у нас плановая, хочу это подчеркнуть, плановая тренировка. Այսօր պլանային, ընդգծում եմ, պլանային վարժանք է կապված միջուկային ուժերի կառավարման հետ, ինչպես հենց նոր զեկուցեց պաշտպանության նախարարը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ զորավարժության ընթացքում իրականացվել են միջմայրցամաքային բալիստիկ եւ օդային բազմավորման թևավոր հրթիռների արձակումներ։ Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, առաջարկվում է զորավարժության ընթացքում ստուգել միջուկային զենքի կիրառման թույլատրության կարգը։ Գործողությունները կիրականացնեն Պլեսեցկի տիեզերակայանում տեղակայված շարժական ցամաքային յարս հրթիռային համակարգերը։ Բարենցի ծովում գտնվող հյուսիսային նավատորմի ռազմավարական հրթիռային Սուզանավ, Բրյանսկը, ինչպես նաև Ուկրաինկա օդանավակայանից թռիչք իրականացնող M95MS ռազմավարական ռմբակոծիչը։ Ըստ Կրեմլի զորավարժության ընթացքում դրված բոլոր խնդիրներն ամբողջությամբ կատարվել են, ինչը ըստ ռազմական փորձագետների ցույց է տալիս Ռուսաստանի միջուկային մարտագլխիկներ կրող զենքի հետ աշխատելու բարձր մարտունակությունը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Իսկ այս ընթացքում Թրամփի վարչակազմը միաժամանակ երկու ճակատով է խնդիրներ ստեղծում։ Մի կողմից սպառնում է ռազմական ուժ կիրառել Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ թմրանյութերի դեմ պայքարի անվան տակ, մյուս կողմից երկրի ներսում դաշնային ուժեր է ուղարկում ցույցերը ճնշելու, զայրացնելով տեղի իշխանություններին։ Իդեպ Washington Post-ը պնդում է, որ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու որոշումը կայացվել է եւ հետդարձի ճանապարհ չկա, ինչը վերլուծաբանների համոզմամբ նշանակում է, որ Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը անխուսափելի է դարձնում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ունի օրինական լիազորություն հարվածներ հասցնելու Վենեսուելայի մերձակայքում գտնվող այն նավերին, որոնք ամերիկյան հետախուզության տվյալներով թմրանյութեր են տեղափոխում։ Թրամփն ասել է, թե հնարավոր է դիմի կոնգրեսին, եթե որոշի ցամաքային թիրախներ խոցել։ Մենք ունենք օրինական լիազորություն, մեզ թույլատրվում է դա անել, եւ եթե մենք դա անենք ցամաքով, մենք կարող ենք այդ հարցով մտնել կոնգրես, բայց մենք ունենք ազգային անվտանգության խնդիր։ Նրանք անցյալ տարի սպանել են 300,000 մարդու թմրանյութերից, այն թմրանյութերից, որոնք գալիս են այդտեղից, եւ դա մեզ տալիս է օրինական լիազորություն։ Թրամփը նաև ասել է, որ կարող է շատ լուրջ քայլերի դիմել Կոլումբիայի դեմ միջազգային թմրաշրջանառության մեջ նրա դերակատարության պատճառով։ Նա Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին անվանել է վատ տղա։ Ի պատասխան Գուստավո Պետրոն նույն օրը հայտարարել է, որ իրավական քայլեր կձեռնարկի միջազգային ատյաններին իր հասցեին ամերիկացի պաշտոնակցի հայտարարությունների կապակցությամբ։ Թրամփի վարչակազմի կոշտ դիրքորոշումը դրսևորվում է ոչ միայն արտաքին ճակատում, այլև երկրի ներքաղաքական կյանքում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը չորեքշաբթի Սթոքթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կտրականապես դեմ է արտահայտվել դաշտային գործակալների նահանգ ժամանելու մասին որոշմանը։ Դա բացարձակապես կանխատեսելի էր, դա դարեր շարունակ գրված պարզունակ սցենար էր եւ ավտորիտար նախաձեռնություն։ Դուք հայտարարում եք ձեր մտադրության մասին, բանակը ուղարկել փողոցներ ներքին ոստիկանական գործողություններ իրականացնելու համար։ Դուք խիստ չափազանցնում կամ ամբողջովին հորինում եք հանցագործության վիճակագրությունը, որը իրական չէ եւ չի արդարացնում նման գործողությունները։ Պորտլենդում դատարանը թույլատրել է ազգային գվարդիայի մուտքը ցույցերը ճնշելու համար, թեև այնտեղ իրավիճակը հանգիստ է։ Միևնույն ժամանակ Չիկագոյում ցուցարարները բախվել են ներգաղթի հարցերով դաշտային գործակալների հետ, որի ընթացքում ըստ ականատեսների սպաներից մեկը ցուցարարների վրա անհայտ նյութ է ցողել։ Նրանք ուզում էին ցույց տալ, որ իրենք ավազակներ են եւ կարող են անել այն, ինչ ուզում են։ Եվ նրանք բախվել են մի անձի հետ, ձերբակալել նրան առանց հիմնավոր պատճառի, առանց օրինական փաստաթղթի, եւ փոխանակ ոստիկանությունը օգնություն ցուցաբերել վթարի ենթարկված անձին, պարզեր արդյոք նա բժշկական օգնության կարիք ունի, վերցրել ու ձերբակալել է նրան։ Թրամփի վարչակազմի վիճառույց քայլերը թե արտաքին քաղաքականության, թե երկրի ներսում իրավիճակը վերահսկելու հարցում ստեղծում են լարվածության նոր օջախներ։ Այս գործողությունները բախվում են ինչպես տեղական իշխանությունների ու ցուցարարների դիմադրությանը, այնպես էլ դատական հայցերի, խորացնելով հակասությունները բոլոր մակարդակներում։ Միաժամանակ Թրամփը համառորեն սրում է Վենեսուելայի եւ Կոլումբիայի հետ հակամարտությունը, սպառնալով ցամաքային գործողությամբ, ինչն արդեն բացահայտ պատերազմի մարտահրավեր է։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Մի պատմական իրադարձության մասին Հռոմի-Պապ Լևոն 14-րդը եւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-ը միասին աղոթել են Սիքստինյան կապելայում Միքելանջելոյի ահեղ դատաստան որմնանկարի առջև։ Սա 500 տարվա ընթացքում առաջին դեպքն է եղել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը եւ անգլիական եկեղեցու գլուխը համարվող Մեծ Բրիտանիայի թագավորը միասին աղոթել են։ Աղոթքը հնչել է անգլերեն եւ լատիներեն, թագավորական զույգը պետական այցով է Վատիկանում։ Եվ վերջում հեռուստատեսության և ռադիոյի հարցերով զբաղվող եվրոպացի մասնագետները հավաքվել են Երևանում, նրանք քննարկել են ընդհանուր խնդիրները և փորձով կիսվել։ Հայաստանի համար սա նաև լավ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես պահպանել ոսկե միջինը խոսքի ազատության և հաճախ անվտանգության միջև։ Ապատեղեկատվություն, քարոզչություն, ատելության խոսք եւ արհեստական բանականության մարտահրավերն էր։ Այսօրվա մեդիա դաշտի ամենասուր խնդիրները քննարկելու համար Երևանում են հավաքվել կարգավորող մարմինների եվրոպական հարթակի անդամները։ 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչները Հայաստանում են մասնակցելու կազմակերպության 62-րդ համաժողովին, որը հյուրընկալում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր սպառնալիքներ է ստեղծում, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Մարտահրավերները բոլորս գիտենք, դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում, ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական։ Էփրայի նախագահ Ստեֆանի Քոմին նշեց, որ համաժողովի առանցքում լինելու են մեդիա բազմակարծության, ազատության եւ կարգավորող մարմինների ռազմավարության հարցերը։ Երկու կարևոր թեմա ենք քննարկելու։ Առաջինը մեդիա բազմակարծությունն է, բազմազանությունն է, ինչպես նաեւ մեդիայի ազատությունը, եւ երկրորդը կարգավորող մարմինների ստրատեգիաների դրսևորումն է, որովհետեւ կարծում ենք շատ կարևոր է, որ կարգավորող մարմինները ունենան ճիշտ ռազմավարական մոտեցումներ մեդիայի կարգավորման բնագավառում։
Համաժողովի շրջանակներում ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը ներկայացրեց Հայաստանի մեդիա դաշտի զարգացման պատմությունը եւ առկա մարտահրավերները։ Նա նշեց, որ թեև լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մամուլի ազատությամբ, երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության եւ ատելության խոսքի։ 1991 թվականին ընդունված մամուլի մասին օրենքից ու 95-ին ընդունված սահմանադրական կարգավորումներից բացի Հայաստանը նաև մշակել է մի շարք այլ իրավական ակտեր, որոնք էական դեր են խաղում մեդիայի ազատության, թափանցիկության, լրագրողների պաշտպանության եւ հանրային տեղեկատվության հասանելիության ապահովման գործում։ Մենք պատրաստակամ ենք աշխատելու մեր քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների հետ հետագա բարեփոխումներն իրականացնելու համար։ Համաժողովին մասնակցում են նաև ներկայացուցչական պատվիրակություն Թուրքիայից։ Տիգրան Հակոբյանը նշում է, որ նրանց հետ համագործակցությունը կարևոր է հաշվի առնելով Թուրքիայում գործող հայալեզու առցանց հարթակները։ Նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հերարձակման համար։ Մամուլի ազատության պահպանման եւ ապատեղեկատվության, քարոզչության ու ատելության խոսքի արդյունավետ պայքարի համատեղ ջանքերն են, որ կարող են ապահովել առողջ եւ պատասխանատու մեդիա միջավայր, իշահ հանրության եւ ժողովրդավարության զարգացման։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Իդեպ Reopen Media-ն ընդգրկվել է Հայաստանի այս տարվա ամենաազդեցիկ առցանց լրատվամիջոցների շարքում։ Այս առիթով շնորհավորում եմ մեր թիմին եւ շնորհակալ եմ ձեզ սիրելի հայրենակիցներ։ Իսկ այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին, գրել ձեր կարծիքը, դա մեզ համար շատ կարեւոր է։ Իսկ մենք հանդիպելու ենք վաղը, ցտեսություն։